միայն քաղաքական չէ, այլ եկեղեցական է օրագարկը։ Զարմանքս թե ինչու այսքան թեժ պայքար ուզեմ ըղել Հայաստանի վարչապետը եւ ինչ են նպատակները ձեր կարծիքով։ Անկասկած է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան առավելագույնս փորձելու են օգտվել այս իրավիճակից, ինչպես Հայաստանում այսպիսի բևեռացված ցանկացած իրավիճակից։ Եվ անկասկած է նաեւ, որ հայ առաքելական եկեղեցին իր արժեքային, դավանական այդ գաղափարաբանական բովանդակությամբ խնդիր է, լրջագույն խնդիր է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, որոնք բացահայտ ասում են, որ Հայաստան պետությունը իրենք տեսնում են ընդամենը որպես անբովանդակ ցուցանակ։ Արամ առաջինի դիրքը այդուհանդերձ այնպիսին է, որ նրա ծանրակշիռ խոսքը այստեղ բավական տեղին կարող է լինել։ Եվ մենք տեսնում ենք լռություն։ Ընդհանուր առմամբ երկու նախագահները քիչ մգարձեք հերավորություն կբային կաթողիկոսեն գա այդ վարգածը թե այդքան էլ չի։ Համենայն դեպս միջև հիմա տեսնում ենք, որ կա այդ հերավորությունը։ Փաստն է, որ այս շրջափուլում չեն հանդիպել թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Ամեն հաջորդ գրառմամբ ստեղծվում է, խորանում է հետևյալ տրամաբանությունը, որ կամ ինքը պետք է մնա կամ կաթողիկոսը։ Այսինքն այնպիսի տրամաբանությամբ գրառումներ են արվում, որ որևէ կերպ այլևս պատկերացնելի չի լինում։ Գամուրջները այրված են, այո։ Բարև ձեզ Արևելքի հարթագով անգեղծ զրույց այսօր վերլուծապան Հակոբ Բադալյանի հետ է։ Բարի եկացեք, պարոն Բադալյան, ուրախ եմ այս առիթին համար։ Գիտեք, վերջին օրերուն գարձեք քաղաքական օրագարկի մեջ միայն քաղաքական չէ, այլ եկեղեցական է օրագարկը։ Միայն զարմանքս թե ինչու այսքան թեժ պայքար ուզեմ ըղել Հայաստանի վարչապետը եւ ինչ են նպատակները ձեր կարծիքով։ Եթե համառոտ բնորոշենք իշխանության համար պայքար եւ այդ պայքարում բնականաբար ազդեցության համար, ազդեցիկ դիրքերի համար աշխատանք, իսկ հայ առաքելական եկեղեցին, քանի որ բավական ընդգրկուն կառույց է ցանցային լայն իմաստով եւ իհարկե ունի հասարակական որոշակի ազդեցություն, եկեղեցու դիրքորոշումները ունեն հասարակական տրամադրությունների վրա որոշակի ներգործություն, բնականաբար Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր է դառնում, հատկապես այս ընտրական շրջանում, առավելագույն վերահսկելիություն սահմանել այդ բավական ազդեցիկ եւ բավական ընդգրկուն կառույցի վրա։ Եվ պատահական չէ, որ մենք տեսնում ենք այս դինամիկան հենց նախընտրական շրջանում։ Իհարկե, սրա տակ կան նաև բազմաթիվ ներքին եւ արտաքին այլ շերտեր, նաև կարծում եմ տնտեսական շերտեր, որովհետեւ հասկանում ենք, որ եկեղեցին բացի կրոնական կառույց լինելուց այդուհանդերձ նաև ունի որոշակի տնտեսական համակարգեր, նաև տնտեսական հետաքրքրություններ շահեր, ինչը բնորոշ է բնականաբար ցանկացած այդպիսի կառույցի, առանց դրա որևէ կերպ չի լինում։ Ես կարծում եմ այս շերտերով կազմված ինչ-որ գործընթաց է, որի բուն նպատակը հենց իշխանության համար Նիկոլ Փաշինյանի աշխատանքն է իշխանությունը պահելու համար։ Գիտեք, մենք գիշենք 2019-ի նոր Հայաստան, նոր Հայրաբեդ այդ շարժումի ասենք այդ շարժումի նոսրացումը գդարեց վարչապետ Փաշինյանը եւ այդ շարժումը դարձավ լուսանցքային մարգինալ ուժ եւ վերացավ ինչ է թայմինգի հարցն է որ ինձ գուզե ինչու այս փուլին մանավանդ որ արդյոք այդ թավատրական դեսությունները ես երբեք չեմ սիրել բայց Փաշազադե Բաքու վեապարի այցը Շվեյցարիա Արցախի թեմա այս բոլորի մեջ թել մգա գարմիր քիծ մգա որ գգաբե այսինքն եւ վարչապետի խոսույթը եւ ասենք թրքական դանթեմի մոդեցումները թե եկեղեցի միակ պաշտպանն է Արցախի բայց եւ այնպես անշուշտ վարչապետը պիտի հերքի այս բոլորը բայց ինչ որ դրամապանական բան մգա ծեր գարձիկով ծեր աչքերով դիտված Անկասկած է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան առավելագույնս փորձելու են օգտվել այս իրավիճակից, ինչպես Հայաստանում այսպիսի բևեռացված ցանկացած իրավիճակից, եւ անկասկած է նաեւ, որ հայ առաքելական եկեղեցին իր արժեքային, դավանական այդ գաղափարաբանական բովանդակությամբ խնդիր է, լրջագույն խնդիր է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, որոնք բացահայտ ասում են, որ Հայաստան պետությունը իրենք տեսնում են ընդամենը որպես անբովանդակ ցուցանակ, որը կլինի միայն տնտեսական սպառող
եւ կսպառի այն տնտեսական էֆեկտը, որը կստանա Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կամ թուրքական աշխարհի միջև այդ տնտեսական կապերից։ Սրա մասին իրենք բավական բաց են խոսում եւ հայ առաքելական եկեղեցին այստեղ կառույց է, որը լրջագույն կռվան է այս նպատակների ճանապարհին։ Հետեւաբար անկասկած է, որ իրենք բավական ոգևորված են լինելու հայ առաքելական եկեղեցու դեմ այսօրինակ գործընթացով, իսկ Նիկոլ Փաշինյանը ըստ էության փորձ է անում եկեղեցին տեղավորել այն իրական Հայաստան, այսպես ասած հայեցակարգի շրջանակում, նեղացնել այդ շրջանակում, որը մեծ հաշվով հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պատերազմական պայմանների եւ պահանջների բերումով ձևավորված ինչ որ այսպես ասած հայեցակարգ է։ Այստեղ անկասկած է նրանց շահառու լինելու հանգամանքը, բայց ես կարծում եմ, որ այդուհանդերձ իրավիճակը եւ գործընթացը չի սահմանափակվում միայն դրանով եւ նաեւ ըստիս կան բավական ավելի լայն արտաքին շերտեր։ Այդ տեսանկյունից հիշենք, որ կամ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ակտիվ եկեղեցու դեմ եւ շեշտադրումները հենց կաթողիկոսի վերաբերյալ սկսեցին այն օրը, երբ Հայաստանում էր կրոնական ազատությունների ալյանս այդ միջոցառման համանախագահը, որը նաեւ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Իմ տեսակետը հետևյալն է, որ աշխարհում երբ տեղի են ունենում այս մեծ ծավալի վերաձևումները եւ նոր աշխարհակարգի ձևավորումը, դա անշուշտ ենթադրելու է նաեւ համաշխարհային դավանական քարտեզի վերաձևումներին միտված գործողություններ եւ գործընթաց, որովհետեւ դավանաքաղաքականությունը համաշխարհային քաղաքականության ծանրակշիռ բաղադրիչներից եւ բաղկացուցիչներից մեկն է եղել միշտ, եւ հատկապես հիմա ավելի արդիականներից մեկն է դառնում, որովհետեւ երբ աշխարհակարգը փոխվում է, վերանայվում են պատմական ինչ-որ անցուդարձեր, պատմական հետագծեր են դիտարկվում, դրանց վրա փորձ է արվում իրավունքներ կառուցել կամ դրանք փշրելով իրավունքներից զրկել եւ այլն։ Ճիշտագարակը։ Այո։ Եվ այս տեսանկյունից պետք է նկատի ունենալ, որ կա նաեւ այս լայն գործընթացը։ Եվ Նիկոլ Փաշինյանը ըստիս փորձում է խաղալ նաև այս գործընթացի, այսպես ասենք, տրենդների կամ նարատիվների դաշտում, ակնկալելով, որ այդտեղ եւս կարող է որոշակի միավորներ հավաքել այն ընտրական խնդիրների իշխանությունը պահելու այն խնդիրների համատեքստում, որ ունի իր առաջ այս շրջափուլում։ Ես հաջող կհետևեմ ձեր հոդվածներուն, նաև շատ սուր աչքերով գտիդարգեք գրնամ մսել, որ Հայաստանի մեջ շատ քիչերը գրնան ձեր սուր հայացք ունենալ, նաև մեր նվիրաբեդական մյուս աթոռներու ղարքավիճակին, կորձունեության, այսպես թափանցումներուն կամ աշխատանքներուն, որոնք շատ կարևոր են մեզի միջայլոց, այդ աթոռները ամենահիմնականը Անտիլիասն է, Երուսաղեմն է, Կոստանդնուպոլիսն է, որ այսօր գարձեք քիչ մզգուշավոր են այս թեմայով, չնայած որ մի քանի օր առաջ ռիլմը դարածվեցավ, որ առամբեապար եկեղեցու թեմային անդրադառնար, բայց նոր չէր։ Հստակ ցեվագերբումներ ավելի շեշտագի թերևս մայրաթորը կսպասեր եւ կգնալեր, բայց մենք չտեսանք ինչին կվերակրեք այս пассив, համեմատաբար пассив իրավիճակը, նաև Պոլսո բարակային, նաև անշուշտ Երուսաղեմի բարակային, որ ինքը արդեն լուրջ խնդիրներու մեջ է։ Ըստ երևույթին ներ եկեղեցական շահերի բախում։ Գուցե նաև զգուշավորություն, բայց հատկապես Սարամ առաջինի դեպքում ես կարծում եմ պայմանավորված է երկու կաթողիկոսությունների միջև այդուհանդերձ որոշակի շահերի բախումով։ Մենք կարող ենք իդեալականացնել եւ ասել, որ մեկ եկեղեցու հետ գործ ունենք եւ նրանք շատ հաճախ միասին են աշխատում տարբեր ազգային հարցերում, Հայաստանին վերաբերող հարցերում, բայց այդուհանդերձ մենք այդպես իդեալական աշխարհում չենք եւ ինստիտուտների միջև հարաբերությունները ենթադրում են նաեւ շահերի բախում։ Այլապես մենք չէինք էլ ունենա երկու կաթողիկոսություն, մեր եկեղեցին կլիներ շատ ավելի միատար։ Եվ սրանով է պայմանավորված ըստիս այն լռությունը, որ Արամ առաջինի դեպքում իսկապես տարակուսելի է։ Եթե դիտարկենք պատրիարքությունները, ապա ըստ ամենայնի այստեղ կա զգուշավորություն, գուցե չվնասելու տրամաբանությամբ, բայց Արամ առաջինի դիրքը այդուհանդերձ այնպիսին է, որ նրա ծանրակշիռ խոսքը այստեղ բավական տեղին կարող է լինել, եւ մենք տեսնում ենք լռություն։ Միևնույն ժամանակ այս լայն process-ը, որ ծավալվում է, այդ աշխարհաքաղաքական ավելի մեծ համատեքստը, որ ծավալվում է, այստեղ եւս կարծում եմ կան ինչ-որ երանգներ։ Համենայն դեպս իմ ուշադրությանը գրավել էր նաեւ այն հանգամանքը, որ օրինակ ապրիլի վերջին
երբ Ռուսաստանի պատրիարք Կիրիլը այցելեց Բաքու եւ այնտեղ նաեւ հանդիպումներ Փաշազադեի հետ, նաեւ կրոնական ինչ որ անցուդարձ եւ այլն, դրանից մի քանի օր անց շատ հետաքրքիր մի հանդիպում եղավ Անտիլիասում։ Ռուսաստանի դեսպանն էր այցելել Արամ Վեհապարին, այո, եւ ինչն էր ինձ հետաքրքրում այդտեղ, այցելել էր Ռուսաստանի դեսպանը, սա ըստ էության արտասովոր չէ, որովհետեւ Արամ առաջին հեղինակությունը, դերը եւ այլն, Լիբանանում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ են այցելում իրեն։ Ռուսաստանի դեսպանի հետ էր նաեւ Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպը, եւ սա էր հետաքրքիր, թե նրա ներկայությունը ինչով էր պայմանավորված Արամ առաջինի հետ հանդիպմանը։ Ես հակված եմ մտածել, որ այստեղ մենք գործ ունենք նաև Մերձավոր Արևելքում այն լայն վերաձևումների հետ, որ հիմա տեղի են ունենում, եւ որտեղ բնականաբար այդ նշածս դավանական բաղադրիչը շատ էական դերակատարում է ունենալու ուժերի նոր դասավորություն ձևավորելու, նոր համաձայնություններ, նոր համակարգեր եւ այլն ձևավորելու հարցում, եւ այստեղ եւս իմ մտավախությունը կա, որ Անտիլիասը եւ Էջմիածինը կարող են ունենալ որոշակի շահերի բախում այն տեսանկյունից, որ Մերձավոր Արևելքում նաեւ մեծ ներկայացվածություն ունի հենց Էջմիածինը իր այսպես ասենք պատմական մեծ հետագծով եւ նաեւ մտավախությունս այն է, որ արտաքին տարբեր դերակատարներ կարող են փորձել խաղալ այս մեր երկու կաթողիկոսությունների այդ ինստիտուցիոնալ շահերի բախման վրա եւ այստեղ իհարկե կան ըստիս բավական մտահոգություններ, որ պետք է առնվազն մեր երկու վեհապարները կարողանան կառավարել, որպեսզի չստացվի այնպես այդ շահերի եւ հավակնությունների վրա ինստիտուցիոնալ հավակնությունների վրա խաղալով մենք ստանանք մի նոր խնդիր, մի նոր ճակատ մեզ համար կարևորագույն կառույցի հայ առաքելական եկեղեցու կենսագործունեության դաշտում։ Գիտեք, վարչապետ Հայաստանի նոր եղանակ ստեղծեց եւ մենք արդեն կենթադրեմ 10 օր կամ 8 օր ի վեր ամեն օր գեդևինք իր գրառումներուն եւ այսօր ալ գրառումներ գային, վաղն ալ հավանաբար լան։ Ի վերջո այս գրառումները երբ պիտի դառնան կորձ, այսինքն որովհետեւ արդեն կխոսվի ինչ որ հանձնաժողով ստեղծելու, մարմին ստեղծելու մասին, դուք դրամապանական թեփքեր ու զարգացումները ինչպես կնկարագրեք ձեր մտքի մեջ, ինչպես կտասավորեք։ Գա այդպիսի բան թե հանգարց վարչապետը գրնա այսպես U-turn մնել եւ օրագարկը դարձյալ մեկ կողմ տնել ուրիշ թեմայով խոսել։ Ոչ մի բան իհարկե չենք կարող բացառել, բայց ամենայն դեպս մինչև հիմա իր արածների տրամաբանությունը եւ շեշտադրումները գրառումների ամենայն դեպս ստեղծել են մի իրավիճակ, որ ավելի ու ավելի ամեն հաջորդ գրառմամբ ստեղծվում է, խորանում է հետեւյալ տրամաբանությունը, որ կամ ինքը պետք է մնա կամ կաթողիկոս։ Այսինքն այնպիսի տրամաբանությամբ գրառումներ են արվում, որ որևէ կերպ այլևս պատկերացնելի չի լինում, որ հետագայում կարող են, այո, ինչ որ երկխոսության եզրեր գտնվել։ Իհարկե քաղաքականության մեջ հնարավոր է ցանկացած շրջադարձ։ Հնարավոր է բացատրել այդ շրջադարձերը, եթե վաղը ինչ որ իրավիճակ լինի, որտեղ Նիկոլ Փաշինյանը համարի, որ իր շահից բխում է արգելակել եւ նույնիսկ շրջադարձ կատարել, ապա ես կարծում եմ անկասկած, եթե դա բխի իր շահերից, իհարկե կկատարի։ Ինչի հետևանքով կամ ինչի արդյունքում կարող է այդպիսի իրավիճակ ձևավորվել, ես հիմա կարծես թե չեմ տեսնում, այո։ Բայց կրկնեմ, չեմ բացառում։ Այդուհանդերձ հիմա այդ կամ-կամի տրամաբանությունը բավական տեսանելի է եւ անկասկած թեժանում է։ Շատ էական է ըստիս, որ հայ առաքելական եկեղեցին Գարեգին II-ը փորձում են առավելագույնը անել այդ թեժացմանը համարժեք սիմետրիկ, այո, արճակատում թույլ չտալու համար։ Ես կարծում եմ սա ողջունելի է եւ կարծում եմ նաեւ, որ այս իրավիճակում եկեղեցին իր համար որպես գլխավոր գործընկեր պետք է դիտարկի ոչ թե քաղաքական խմբեր, որոնք այսօր աջակցում են եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունից հետո եւ շատ ողջունելի է ցանկացած աջակցություն, բայց այդուհանդերձ արդյունավետ գործընթաց կառուցելու համար ըստիս եկեղեցին այս իրավիճակը պետք է օգտագործի եւ հասարակության հետ խոսակցության բոլորովին նոր որակ, նոր մակարդակ, նոր բովանդակություն նախաձեռնի եւ այդպես կառուցի, այսպես ասենք, իր պաշտպանությունը։ Իսկ այսօր կայավորված հոգեվոր խորհրդի մեջ արգա միասնությունը կշարունակվի, ըստ ձեզի կան որոշ ցայներ, որոնք
թեմեն Գաթողիկոսին եւ չեն արադավիր օրինակ օրերս հյուրմ ունեի գսեր թե իր հետ կապի մեջ են եպիսկոպոսներ որոնք կտշկոին այս վիճակեն բայց գաշկան տված են այս սոլիդ վիճակը գրնա երկարդեվել թե գրնա ներսեն դրակել եւ Փաշինյանը այդ օր վրա նաեւ գրավ դրած է թե փորձե ցերկ մեկնել անոնց որոնք քոհ չեն այս վիճակեն որովհետեւ գիտենք որ լուրջ խնդիրներ կան ինքը վեապար ամենանայոցը 2 օր առաջ օտագայանի մեջ հայտարարեց որ մենք ունենք խնդիրներ սա կնշանակե որ իրոք կան խնդիրներ եւ չի բացառվիր այդ դարբերակը դուք ինչպես կդիտարկեք խնդիրները հերքել իսկապես կլինի անմտություն եւ դրանք շատ խորն են այսօր իրավիճակը մեծ հաշվով այն պարարտ հողի վրա է ձևավորվել որ առաջացել է հենց այդ խնդիրները ժամանակին բավարար ուշադրության չարժանացնելու հետևանքով այդ խնդիրները նոր ժամանակներից եկող հասարակության տրանսֆորմացիայից եկող այդ խնդիրները ըստ իս հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականությունը անտեսեց դրանց բավարար ուշադրություն չդարձրեց ժամանակին եւ դրանք աստիճանաբար կուտակվեցին մեկը մյուսի վրա եւ ստեղծեցին այն պարարտ հողը, որ այսօր փորձ է արվում օգտագործել քաղաքական նպատակներով։ Այս տեսանկյունից իհարկե կա եւ դրանք պետք է ընդունել ու դրանց ուղղությամբ պետք է աշխատել եւ դրա համար եմ նշում, որ պետք է աշխատել հասարակության հետ։ Ըստ իս այդ աշխատանքի արդյունավետությունից կախված կլինի եկեղեցու ներսում դժգոհությունները դուրս բերելու եւ եկեղեցու դեմ շրջելու քայլեր կնախաձեռնվեն թե ոչ։ Եթե այդուհանդերձ էջմիածին հասարակություն, այսպես պայմանական ասած, արդյունավետ գործընթաց եւ գործընկերային երկխոսություն ծավալվեց, օգտագործելով իհարկե տարբեր ինստիտուցիոնալ մեխանիզմներ, ես կարծում եմ դա կարգելակի կկաշկանդի եկեղեցու ներսում որևէ դժգոհ եպիսկոպոսի կամ որևէ դժգոհ այլ հոգեվորականի միջոցով, այդպես ներքին բաժանարար գծերը սրելու եւ խորացնելու ուղղությամբ որևէ քայլ կատարելը։ Կախված է սրանից, եթե միջավայրը շարունակեց լինել այդպիսին, եթե միջավայրը շարունակեց լինել, այսպես ասենք, բավական հարաբերական, բնական է գալու է ինչ-որ պահ, երբ արդեն նաև այդ ներսից դժգոհների միջոցով փորձ կարվի այդ բաժանարար գծերը խորացնել եւ թույլատրել դիմադրությունը, այսպես ասենք, եկեղեցու։ Կրոնականն քիչ դեպի քաղաքական թեկում ունելով այս վերջին օրերուն Գաթողիկոսին ցույց տրված նեցուգը ինչ նիշերով, ինչ միավորներով կքննադեք մանավանդ որ մենք նկատեցինք որ միայն առաջին նախագահը այցելեց Մայրաթոր այստեղ անշուշտ մեղմացուցիչ դեպք հանցանածը օտանավագայանում եղած ընդունելությունն էր վեապար հոր որուն մասնակից էին եւ Քոչարյանի թևը եւ Տաշնակցությունը եւ Հանրապետականը Սերժ Սարգսյանը ընդհանուր առմամբ երկու նախագահները քիչ մգարձեք հերավորություն կբային Գաթողիկոսեն գայթ վարգածը թե այդքան էլ չի։ Համենայն դեպս միջև հիմա տեսնում ենք որ կա այդ հերավորությունը Սերժ Սարգսյանը պատասխանեց այդ մասին հարցին որ եթե անհրաժեշտություն լինի ինքը պատրաստ է հանդիպել եւ միշտ հանդիպում է այսինքն ցույց տալով որ հանդիպելու խնդիր չունի բայց այդուհանդերձ փաստն է որ այս շրջափուլում չեն հանդիպել թե Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը, բայց այստեղ նաև կա հետևյալ հարցը, նրանց հանդիպումը եւ աջակցությունը այդ տեսանկյունից արդյոք ավելի մեծ միավորներ կբերի, այսպես աջակցության իմաստով, թե հակառակը կսրի ինչ որ իմաստով տրամադրությունները հաշվի առնելով այն, որ երկրորդ եւ երրորդ նախագահները այդուհանդերձ ունեն բավականին շոշափելի բացասական վարկանիշ։ Հիմա սա իրողություն է եւ դժվար է հերքել այս իրողությունը։ Առաջին նախագահի պարագայում օրինակ այդ բացասական վարկանիշը նույնչափ չէ շատ ավելի նվազ է, հատկապես որ առաջին նախագահը նաև անմիջական ակտիվ քաղաքական հավակնություն այս շրջափուլում չի դրսևորում, իսկ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը թերևս հանդիպումից զերծ են մնում, այդպես հանդիպմամբ աջակցելուց կամ ուղիղ աջակցելուց զերծ են մնում հենց այդ նկատառումներից ելնելով չեմ բացառում իհարկե նաև որ կա դարձյալ որոշակի ներքաղաքական ինչ որ հաշվարկների եւ այլնի հանգամանք բայց այդուհանդերձ կարծում եմ որ այստեղ առանցքայինը եթե դիտարկում ենք աջակցություն եկեղեցուն առանցքայինը դա հանրային աջակցության վրա աշխատելն է
վեր քաղաքական կամ ապաքաղաքական, ապակուսակցական, որովհետև ըստիս որքան այդ կուսակցական քաղաքական ցուցանակները նկատելի լինեն աջակցության հարցում, այդքան դա ավելի շատ Նիկոլ Փաշինյանի փաստարկներն է ամրացնելու, որը ասում է, որ տեսեք, եկեղեցին դարձել է մեր դեմ քաղաքական խաղացող եւ մենք համարժեք արձագանքում ենք դրան։ Ըստ այդմ այդ հասարակական ուղղությունը շատ կարևոր է եւ դրանից բացի, եթե քաղաքական ուժերի անելիքն ենք դիտարկում, ապա այստեղ ես կարծում եմ առանցքայինը ոչ միայն կամ ոչ այնքան եկեղեցուն աջակցության այսպես հռչակագրային հայտարարություններն են, հատկապես որ հիմա կարծես թե այդ թեման բոլորի համար դիտվում է որպես միավոր հավաքելու, լսարան հավաքելու բավական պատեհություն, այլ ընդհանրապես հայկական պետականության համատեքստում հայ առաքելական եկեղեցու կոնցեպտուալ դերի վերաբերյալ խոսակցություններ ծավալելը, որովհետև երբ անդրադառնում ենք այդ ավելի լայն արտաքին ասպեկտին, աշխարհակարգային ասպեկտին, մենք պետք է որպես պետականություն դիրքավորվենք նոր աշխարհում, ցույց տանք այդ աշխարհակարգի ձևավորման մասնակիցներին, թե մենք մեզ համար ինչպիսի տեղ ու դեր ենք պատկերացնում արժեքային, գաղափարական, նաև այդ թվում հենց դավանական իմաստով։ Եվ այստեղ հայ առաքելական եկեղեցին այն կարևորագույն կառույցն է, որով մենք նաև պետք է ներկայանանք որպես պետական ինքնության կրող ժողովուրդ ազգ։ Հիմա այստեղ պետք է ձևակերպել այդ եկեղեցու կոնցեպտուալ դերը, քաղաքական ուժերի անելիքը ըստիս հենց դա է։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը այս նախաձեռնությամբ եւ գործընթացով ըստ էության ձևակերպում է դերը, այսինքն նա ցույց է տալիս, որ ինքը եկեղեցու դերը պատկերացնում է իր, այսպես ասենք, իրական Հայաստան այդ գաղափարախոսություն կոչվածի շրջանակում։ Սա Նիկոլ Փաշինյանի մոտեցումն է, հիմա ընդունում ենք, չենք ընդունում, ինչպես ենք սրան վերաբերում, բայց ինքը ներկայացնում է, որ սա է իմ կոնցեպտուալ պատկերացումը պետություն եկեղեցի հարաբերակցության մեջ։ Հիմա քաղաքական մնացյալ ուժերը պետք է իրենցը ներկայացնեն եւ դա կլինի լավագույն եւ խորքային ռազմավարական աջակցությունը այս իրավիճակում։ Եվ դա կարող է ծառայել նաեւ հենց հանրային տրամադրությունների, հանրային մտածողության եւ վերաբերմունքի փոփոխություններին։ Այս բոլորով հանդերձ պարոն Բադալյան գրնանք ակնկալել կամ ենթադրել, որ ընդդիմությունը ասենք գրոնական կորձիչի շուրջ բոլորվի լայտ փակրած սրբազանը լա նաև Կարեկին Կաթողիկոսը որպես լիդեր, որպես առաջնորդ առաջիկա փոլին համար գրնա այդպիսի Ես կարծում եմ դա նույնիսկ ցանկալի էլ չէ։ Ինչու՞, որովհետև մենք այդուհանդերձ ապրում ենք շատ բևեռացված Հայաստանում։ Եվ այդ բևեռացումը, այսպես մոտալուտ հաղթահարելու հնարավորություններ, ռեսուրսներ ես չեմ տեսնում։ Հետևաբար, երբ մենք հայ առաքելական եկեղեցու որևէ առաջնորդի հենց եկեղեցու ինստիտուցիոնալ անվան ներքո դարձնում ենք քաղաքական մեծ process-ների առաջնորդ, մենք նրան ենթարկում ենք այդ բևեռացվածության արանքում ճզմվելու ռիսկի, ինչպես եղել է մնացյալ բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում։ Հիմա ստացվում է հետևյալը, որ քաղաքական ընդդիմությունը ինքը մի քանի անգամներ փորձել է ինչ-որ բան ծավալել, չի ստացվել, եւ հիմա տեսնում են հնարավորություն դա անել եկեղեցու միջոցով, ընդհանուր կաթողիկոսի կամ ինչ-որ բարձրաստիճան հոգեվորականի։ Մենք ի վերջո տեսանք Բագրատ Սրբազանի օրինակը, որը կարող էր լավ նախադրյալ լինել, բայց մենք տեսանք, թե այդ գոյություն ունեցող բևեռացվածության, ներքին բաժանարար գծերի եւ այլնի հանգամանքը, ինչպես Բագրատ Սրբազանին դրեց բավական անհարմար վիճակում, քաղաքական իմաստով եւ քաղաքացիական իմաստով։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ պետք չէ եկեղեցու հետ այդպիսի էքսպերիմենտների մասին մտածել այսօրվա բևեռացված Հայաստանի պայմաններում։ Քաղաքական ուժերը թող իրենք անեն իրենց անելիքը իրավիճակը փոխելու ուղղությամբ եւ չթաքնվեն կամ չփորձեն այսպես եկեղեցուն մղել առաջ իրենք սпасելով դրա դիվիդենդները հավաքելու։ Մեր զրույցը անգերձ էր, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալյան, մեր ակնթիրնան հիշեցնեմ, որ հյուրս այսօր վերլուծապան Հակոբ Բադալյանն էր, նաեւ ավարտին հորտորս ցեզի հետևեցեք մեր դեսանյութերուն, լայք մսեղմեցեք, դարաձեցեք, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընցես։